Գլխավոր դատախազը խորհրդարան կգնա Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի եւ ընդդիմադիր պատգամավոր Տարոն Մարգարյանի հետևից, որ նրանց զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, քրեական հետապնդում սկսեն։ Աննա Վարդապետյանի միջնորդագրերն արդեն ազգային ժողովում են։ Մանրէջավորների հետ կապված հարցով ես որպես վկայեի Աղազարյանին առնչվող քրեական գործով կասկածներ կան, որ պատգամավորը խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կենդանիների կարանտինի։ Նրա դեմ ցուցմունքներ կան։ Հովիկ Աղազարյանը չի հերքում, որ այսպիսի գործարքի առաջարկ է քննարկել։ Հերքում է, որ համաձայնել ու գումար է պահանջել։ Իրականում ես իմ տանոց հետ հանդիպել եմ, ինքը ինձ խնդրել է, որպեսզի ես իրան օգնեմ, որպեսզի երբ որ ոչխարները արտահանում են, չբերեն ինչ-որ տեղ հատուկ տեղ, որպեսզի սանիտարական բաներն անցնի կարանտին, որովհետև այդ ընթացքում քաշ են գցում ոչխարները, այլ եթե կարելի է այդ ծառայությունները գնան տեղում այդ ամեն ինչն անեն, որպեսզի քաշ չգցի։ Ըստ քրեական գործի քաղաքացիներ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտիկ Ամավոսյանը հանդիպել են Սևանում իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու առաջարկել $200-ից $300,000 այդ գործը կազմակերպելու համար։ Աղազարյանն էլ համաձայնել է։ Ցուցմունք տվողները ըստ դատախազության պատմել են, թե հետո էլ ազգային ժողովի հարևանությամբ Սիրահարների այգում են հանդիպել ու Աղազարյանը վստահեցրել է, թե սննդի անվտանգության տեսչության պաշտոնյաների հետ արդեն պայմանավորվել է ու պահանջել $100,000։ Օրեր հետո իրենք Աղազարյանին $20,000 են առաջարկել, խոստանալով մնացածը հետո տալ։ Աղազարյանն էլ հրաժարվել է, պատճառաբանելով, թե քիչ է։ Հաջորդ հանդիպանը 1-2 օր հետո ես ասեցի, որ չէ, օրենքի խիստ կարգավորում է եւ պարտադիր պետք է ծառայություն արվի եւ վերջ։ Հիմա իրանք իրար մեջ ինչ են ասել, ինչ չեն ասել, այդ իմ էմիրատների ներկայացուցիչի հետ բան եւ այլ, ես ստացեն տեղյակ չեմ։ Ըստ քրեական գործի ցուցմունքների արժանահավատ լինելը հաստատվել է հեռախոսազանգերի վերցանմամբ, թե կողմերի զրույցների ժամերն ու հանդիպման վայրերը համընկել են։ Հիմնավոր չի, իմ մոտեղ, իմ տրամադրության տակ գտնվող փաստաթղթերով բնականաբար ես կհիմնավորեմ, որ հիմնավոր չի, բնականաբար կհիմնավորեմ կամ վարույթներակացնող մարմինը մեղադրանքն առաջադրի կամ եթե Աղազարյան Հովիկին, ասենք, տանեն դատարան կալանքի միջնորդությամբ։ Աղազարյանի փաստաբանը պնդում է գործը շինծու է, պատգամավորին պատժելու նպատակով է նրան զրկում անձեռնմխելիությունից։ Դրանում համոզված եմ, պատժում են, որ չկատարեց վարչապետի խնդրանքը SMS հաղորդագրության հիման վրա պատգամավորական մանդատը ցած չդրեց։ Պատգամավորի ու իշխող թիմի հարաբերությունները լարվեցին անցած տարեվերջին, երբ վարչապետը խնդրել էր մանդատը վայր դնել։ Աղազարյանը մերժեց։ Հետո նրան հեռացրին խմբակցությունից ու կուսակցությունից։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հայտարարել էին, թե Աղազարյանը փակ քվեարկությունից գաղտնի տեղեկություններ է հայտնել լրատվամիջոցներին։ Քրեական գործ կա այս հայտարարությունների հիման վրա, ենթադրյալ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով։ Վարչապետը խորհրդարանում էր հայտարարել, Աղազարյանին մանդատից զրկելու լծակներ պետք է գտնվեն։ Այս գործից ամիսներ են անցել ու Աղազարյանին անգամ հարցաքննության չեն կանչել։ Քաղաքական, բարոյական եւ այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար։ Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններում չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Իշխող թիմի նախկին անդամը հիմա ընդդիմադիր դիրքերում է, քննադատում է վարչապետին։ Այսօրվա միջնորդագրում մեկ գործի մասին էլ է նշվում, թե խոշոր չափի կաշառք է վերցրել Աղազարյանը, խոստանալով միջնորդել, որ կառուցապատող ընկերությունը շինթույլտվություն ստանա։ Ըստ նախաքննական նյութերի ընկերության հիմնադիր Արամ Մկրտչյանը Աղազարյանին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել, որ Աջափնյակի վթարային դպրոցի շենքը կառուցելու դիմաց դպրոցի տարածքի մի հատվածում բազմաբնակարան շենք կառուցի։ Ըստ դատախազության այս գործը գլուխ բերելու համար $23,000 է տվել պատգամավորին։ Ես նամակ գրեցի քաղաքային կոմիտեին, որպեսզի քննարկեն այդ հարցը, հնարավոր է թե հնարավոր չի։ Իրենք ասեցին, որ այլ պայմանների բավարարման դեպքում այո, դա հնարավոր է։ Այդ ընթացքում ես հասկացա, որ ինքը ուղղակի աֆյորա է անում։ Գործը գլուխ չի եկել ու Աղազարյանը փողը չի վերադարձրել։ Աղազարյանը հերքում է, որ $23,000 ստացել է, ասում է $8,000 պարտք է եղել, վերադարձրել է։
ուրիշ ճանապարհով ես այդ 8000 վերադարձրեցի այդ մարդուն գրավոր եւ այլ այդ մարդը գվկայի այդ պարտքը իհարկե Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակից Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործն էլ վերաբերում է Երևանում մանկապարտեզների ու դպրոցների տարածքների ապօրինի օտարելու դեպքերին։ Ըստ նախաքննական նյութերի նա Երևանի փոխքաղաքապետի ու քաղաքապետի պաշտոնները զբաղեցնելու տարիներին պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար հանրապետական Արման Սահակյանի հետ համագործակցելով ապօրինի տարածքներ է օտարել։ Տարոն Մարգարյանը դեռ չի արձագանքել գլխավոր դատախազի միջնորդությանը։ Հանրապետական կուսակցությունն է դատապարտել, այն համարելով Տարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում։ Պատգամավորներին անձեռնմխելությունից զրկում են ազգային ժողովի թե հերթական, թե արտահերթ նիստով։ Քվեարկությունը գաղտնի է։ Խորհրդարանի հերթական նիստը մյուս շաբաթ կգումարվի։ Իշխող մեծամասնության ձայները բավարար են պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։